Փաշինյանը շատ մեղավոր չի, ինքը կատարող մարդ է, էլի, հիմա հանձնարարել են, ինքն էլ պիտի կատարի, պատասխանատվություն ունի, դե Իլհամ Ալիևն էլ հիմնական հանձնարարություն տվողը ոնց կարա ինքը հանգիստ նայի, տեսնի, որ Արցախյան պատերազմի հերոսական ուղի անցած, մարտական ուղի անցած հետախույզը հերիք չի Հայաստանում ազատության մեջ հետնել մի հատ քաղաքական պրոցեսների մասնակից, իշխանության գալու հավակնություններով, ծրագրերով անհանգստանում Ալիևը, անհանգստանալու բանից պիտի անհանգստանա, հանձնարարել է, սա էլ ինչպես մնացած բոլոր դեպքերում, մնացած բոլոր հանձնարարություններն է կատարել, նույնն էլ էս մի հանձնարարությունն է։ Ավանեսյանը առաջի մարտական ուղի անցած սպան չի Հայաստանում, որ նման հետապնդումներ։ Իհարկե պարզ է, որ նրա կոնկրետ այսօրվա հետ կապված իրադարձությունները պայմանավորված են կոնկրետ ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի թիմում նրա ունեցած առանցքային դերակատարության հետ, որովհետև մենք խոսում ենք մի սպայի մասին, որը հանձնառություն է վերցրել ղեկավարելու անվտանգային հայեցակարգի մշակումը եւ ըստ էության նաեւ ներկայացումը հանրությանը եւ պարզ է, որ նրան հիմա այս հետապնդումը պայմանավորված է կոնկրետ իր այդ կարգավիճակով, բայց այս հեռանկարը սպասում է Արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին, բոլոր նրանք, ովքեր որ Արցախյան պատերազմում ունեցել են նշանակալի դերակատարում, նրանք Հայաստանում քանի Նիկոլ Փաշինյան իշխանությանը հետապնդումներ են ընտրում։ Դու գիտեք քանի քրեական գործեր կա հիմա մեր բանակի գործող սպաների նկատմամբ։ Երևի հայկական բանակում տենց սպա չկա, որը որ ինչ որ մի քրեական վարույթում ինչ որ մի դատավարական կարգավիճակ չունեն։ Առնվազն վկայի կարգավիճակով երևի սա հարցակնվել են։ Եթե պատերազմի հանգամանքներ հետ կաված չի, ապա մի 20 լիտր սայլարկա հաստատ մեկի վրա գտել են, էլի ինչ որ մի բանակը այդ ձևով ինքը փորձում է վերահսկողության տակ պահի, որպեսզի որևէ ձևով, որովհետև մեր բանակի հիմիկվա զինծառայողների մեզ անկախ դրանից պահեստազորում են թե ծառայության մեջ են, մեծ մասը մարտական ուղի է, չէ՞ անցել։ Հեչ որ չէ մեծ մասը քարորյա պատերազմին կամ 44-օրյա պատերազմի մասնակից է։ Ոնց է հնարավոր հիմա բանակում սպալի 44-օրյա պատերազմի մասնակցություն ունեցած չլինի։ Հիմա այդ 44-օրյայի մասնակից սպան լսում է, չէ, վարչապետին, որը ասում է, որ իր մասնակցության վայրը, իր մարտնչած վայրը, որտեղ ինքը իր մարտական ընկերներին է, թողը մեր հայրենիքը չի։ 91 թվից դա Ադրբեջան, ցանկացած գիտակից մարդու մոտ հարց է, չի առաջանում, բա որ դա մեր հայրենիքը չի։ Մենք ընդ ինչ էինք անում։ Ոնց թե մեր հայրենիքը չի։ Մեր ընկերները այնտեղ են զոհվել։ Բայց մեր ընկերները զոհվելուց հայրենիքը պաշտպանելու համար են զոհվել։ Ոնց մեր հիմա ինքը գիտի, չէ, որ այդ բանակում այդ զինվորների մոտ, այդ սպաների մոտ ներքին ըմբոստնություն կա, իրանք չեն կարող համակերպեն այս ամեն ինչ։ Բոլորին ինքն է ուզում պատժի։ Դրա համար պետք է հակառակը լինի։ Բոլորը միասնաբար, շատ պարզ, ընդամենը մի սիրուն քվեաթերթիկ ծրարի մեջ դնելով այդ դավաճանին, հայրենիքի գողին պատժելու են։ Այս մարդիկ, նրանք դատի ու դատաստանի չեն արժանի, նրանք հայրենիքի շքանշաններին, հայրենիքի հարգանքին, հայրենիքի պատվին են արժանի եւ մինչեւ հիմա այդ պատվին են արժանացել, որովհետեւ այն սխրանքները, որոնք գործել են մեր զինվորականները, մեր սպաները, այդ թվում նաեւ Ավանեսյանը, դա միայն հարգանքի արժան եւ մեր ժողովրդի համընդհանուր սերը, որ վայելում է նաեւ Ավանեսյանը, դրա համար է վայելում իր խիզախությունների, իր սխրանքների, հայրենիքի մատուցած իր բացառիկ ծառայությունների համար եւ հայրենիքի գողը չի կարա դա գնահատի։ Իսկ հայրենիքին իրական տերերը, հայրենիքի իսկական տերը իշխանության ժողովուրդը դա գնահատելու է։ Ժողովուրդը շատ է, իսկ հայրենիքի գողը մի փոքրիկ խմբակ։ Եվ այս համատեքստում պարոն Ղազարյան նաև այսօր Փաշինյանը տավուշում է եղել ու ասել է, որ ադրբեջանցի զինվորները եւ հայ զինվորները առանց դրա բաճկոնի, նույնիսկ փամփուշտները իրենց գրպաններում են ման գալիս։ Այս մասով ինչ կասեք։ Գիտեք, դա օկուպացիայի դեպքում տենց է։ Այսինքն, երբ որ Ադրբեջանը զավթում է մեր հայրենիքը, երբ որ մեր բանակն էլ լուծարվում է, այլևս դրա կարիքը վերանում է, բայց Ադրբեջանի զինվորների, նրանց ղեկավարների մտադրությունը հայ ժողովրդին ոչնչացնելու եւ Հայաստանը որպես պետություն վերացնելու չի փոխվել։ Ուղղակի իրանք ունեն իդեմս Փաշինյանի գործընկեր, որի միջոցով կարողանում են այդ խնդիրները լուծել։ Բայց հայ ժողովուրդը դրա հետ չի համակերպելու եւ հիմա եկել այս ամոթալի, այդ ստոր, կործանարար պատերազմների, պարտություններին հաջորդող կապիտուլյացիաների, դադարի եւ փոփոխության ժամանակը։ Իսկ այդ փոփոխությունը լինելու է արժանապատիվ խաղաղություն, կայուն անվտանգություն
Եվ այդ անվտանգ պայմաններում բարեկեցություն մեր ժողովրդի, մեր տնտեսության զարգացում։ Մեր բանակը վերստին հզորանալու է եւ իր հզորությամբ ապահովելու երաշխիքը, այլ ոչ թե թուլությամբ գլուխածռելու ադրբեջանցի զինվորների առաջ։ Փաշինյանը գիտի, որ Սյունիքում մամուլում գրեցին, չէ, որ մեր զինվորները մի հենակետից մյուս անցնում են ադրբեջանցիների հսկողության ներքո, որ ադրբեջանցիները ստուգում են նաև նրանց պարկուժները, փամփուշտները, զենքերը։ Փաշինյանը տեսել է, թե ադրբեջանցի զինվորները ոնց էին գնդակահարում Սյունիքի լեռներում խրամատում գտնվող արդեն վերջին փամփուշտը կրակած եւ անզեմ մնացած մեր զինվորներին։ Տեսել է այդ կադրերը։ Փաշինյանը թող գնա Եռաբլուր ու տենա այդ Ադրբեջան մեր զինվորները, որոնք նահատակվել են եւ հիմա հանգչում են Եռաբլուրում, այդ առանց փամփուշտների, առանց զրահաբաշխոնների իրադարձությունների հետևանքով է դա եղել։ Ադրբեջանցիների զինվորների մտադրությունը հայ զինվորների սպանելու չի փոխվել։ Ուղղակի հայ զինվորի թիկունքը հիմա մնացել է անպաշտպան, խեղճացել են։ Բայց նրանք կունենան վերստին լավ հրամանատարներ, անկախ նրանից, որ հիմա նրանցից մեկը մի քանի ժամով գտնվում է դատարանում։